Ռումինիայի դատախազության առաջ հավաքված մարդիկ ցնծում են։ Ծափահարություններով են դիմավորում մեկ օր առաջ ձերբակալված Կալին Ջորջեսկուին։ Քաղաքական գործիչը հենակներով է ոտքի ծանր վնասվածքի պատճառով։ Տեղական մամուլը գրում է, որ խուզարկության ժամանակ Ջորջեսկուի տանը իրավապահները միլիոնավոր դոլարներ ու զենք են գտել։ Նրան 6 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում սահմանադրական կարգի դեմ գործողությունների հրահրում, ֆաշիստական կազմակերպության ստեղծում կամ աջակցություն։ Ծայրահեղ աջ Ջորջեսկուն սկսեց հետապնդվել այն բանից հետո, երբ շռնդալից հաղթանակ ունեցավ անցած տարվա նոյեմբերին նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Մեզ պետք է այնպիսի նախագահ, ինչպիսին Ջորջեսկուն է, որ միասին կարողանանք արմատախիլ անել մեր հասարակության 35-ամյա քաղցկեղը։ Անցած տարվա դեկտեմբերին Ռումինիայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահի ընտրության արդյունքները ռուսական միջամտության կասկածանքով։ Երկրի հատուկ ծառայությունները փաստաթղթեր էին հրապարակել իբր Մոսկվայից Ջորջեսկուին աջակցության վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունն այժմ քննում է նաև քարոզարշավի ընթացքում փողերի լվացման ու այլ խախտումների կասկածները։ Դրանք զրկել են հեռուստատեսությամբ ազատ խոսելու, ժողովրդին դիմելու իրավունքից։ Ուզում են ստիպել մեզ քվեարկել իրենց թեկնածուի օգտին։ Ով է Կալին Ջորջեսկուն եւ ինչու են իշխանությունները ընտրությունների արդյունքները համարում կասկածելի։ Ջորջեսկուն հայտնի է դարձել TikTok-ի շնորհիվ։ Նա ռուսամետի համբավ ունի, պարբերաբար հանդես է գալիս Ուկրաինային քաղաքական եւ ռազմական օգնության տրամադրման դեմ։ Պուտինին բնութագրել է որպես հայրենասեր առաջնորդ, թեև հերքել է, որ նրա երկրպագուն է կամ Մոսկվայի մարդը։ Գովաբանել է Ռումինիայի ազգայնական առաջնորդներին, հերքել COVID-19 համաճարակը ու հայտարարել, թե չի հավատում, որ ամերիկացիները վայրեջք են կատարել լուսնի վրա։ Մեզ ուզում են ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Մենք չենք հասկանում, թե ինչու պետք է դա անեն։ Ռուսները պատրաստ են վերջ տալ պատերազմին։ Ըստ ամենայնի, արևմուտքի մի մասը դա չի ուզում։ Արևմուտքն այլևս հավաքական չէ, արևմուտքը բաժանվել է երկու մասի։ Ջորջեսկուի հազարավոր կողմնակիցներ 2 օր է Բուխարեստի փողոցներում են։ Նրանք պահանջում են դադարեցնել նախագահի իրենց թեկնածուի հետապնդումը։ Ազատ խոսքը բանտում է, ժողովրդավարությունը գերեզմանոցում, մենք թաղում ենք այն։ Ռումինիայում քաղաքական ճգնաժամ է։ Նախագահ Կլաուս Յոհաննիսը, որի երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետը լրացել էր դեկտեմբերի 21-ին, պետք է պաշտոնավարեր մինչեւ իրավահաջորդի ընտրությունը, սակայն ընդդիմության ճնշումների տակ հրաժարական է տվել փետրվարի 12-ին։ Նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է սենատի նախագահ Իլիե Բոլոյանը, մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Ըստ սահմանադրության, Ռումինիան պետք է նախագահ ընտրի առաջիկա 3 ամսվա ընթացքում։ Ջորջեսկուն հայտարարել է, որ մասնակցելու է։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։